Մեր փրկին Տեր Հիսուս Քրիստոսյանով ողջունեմ ձեզ սիրելի եղբայրներ եւ քույրեր։ Թող Տերոջ օրհնությունը ձեր բոլորին վրա հանգչի եւ ուր որալ գտնվիք, Աստված ձեր մտքերը լուսավորե օրեօր եւ անոր կողմէ հայտնված ճշմարտությունները հասկանալով ապրինք այն կյանքը, որուն համար կանչված ենք։ Իրապես, եթե մեր կյանքերը իր նպատակին չծառայեն, իմաստ չունի մեր ապրիլը։ Միայն մեր եսը կոացնելու դեպի պիտի լանք եւ անբդուղ կյանք մը պիտի ունենանք, այնպես որ պետք է հիշենք, որ Տերը մեզ կանչած է իր առաքինություններով ապրելու եւ իր անունը մեծարելու, փառավորելու։ Աստծո շնորհքով առաջին Թեսաղոնիկեցված թուղթի սերտողությունը սկսանք եւ անցյալ ուրբաթ որպես նախապան Թեսաղոնիկեի թուղթին բարունակության շուրջ խոսեցանք, քաղաքին շուրջ եւ այդ ադեն տիրող մթնոլորտին։ Այնպես որ այսօր Տերոջ շնորհքով պիտի սկսենք համար առ համար սերտել եւ տեսնենք թե իրապես որքան օրհնյալ նամակ մնա այս, որ թարերուն տածքին բոլոր հավատացյալներ օրհնված են, իրենց հոգին շինությունը ստացած են եւ բդղափեր կյանքեր ապրելով Աստծո անունը փառավորած են։ Ուրեմն առաջին Թեսաղոնիկեցիս առաջին գլուխ առաջին համարեն պիտի գարտամ, ուր գսե Բողոս եւ Սիլվանոս ու Դիմոթեոս Թեսաղոնիկեցված եկեղեցիդ Հայր Աստուծով ու Տեր Հիսուս Քրիստոսով ինչ քեղեցիկ խոսքերով իր նամակը գսկսի։ Բողոս այս նամակի մեջ չհիշեր, որ ինք առաքյալ է, ինչպես քաղաքացիոց եւ գորընթացված նամակներու մեջ խոսքը գսկսի հաստատելով իր առաքելական իշխանությունը, որովհետեւ այդ եկեղեցիներու մեջ սբրտած էին սուտ վարդապետներ, որոնք Բողոսի առաքելական իշխանությունը մերժած էին։ Թեսաղոնիկեի բարակային այդպես չէր։ Անոնք ընդունած էին, որ Բողոս Աստուծո կողմէ ղրկված առաքյալ մներ, որուն քարոզը աստվածային գնիքը կգրեր ու փորձառությամբ Աստուծո խոսքին զորությունը ճաշակած ըլլալով անոնց կյանքը հեղաշրջած էր, սիրտը փոխած էր։ Այնպես որ անոր համար պետք չտեսավ առաքյալը իր հեղինակությունը առաքյալ բառը կործածելու։ Այս համարի մեջ առաքյալին խոնարհությունը կտեսնենք, երբ ան իր անձը կնույնացնե Սիլվանոս եւ Դիմոթեոսի հետ։ Ան կհիշե հիշյալ երկու անձերուն հոգևոր հայրն էր, հոգևորապես Բողոս առաքյալի միջոցով նորեն ծնած էին եւ նաեւ երկուքենալ շատ ավելի փորձառու, սակայն իր անձը անոնց հետ նույնացնելով նամակին սկիզբը անոնց անուններն ալ գհիշե որպես կորձագիցներ ու իր սերը անոնց սիրուն հետ խառնելով գարդահայտվի։ Ինչ քեղեցիկ օրինակ մնե բոլոր հովիվներուն եւ անոնց, որոնք եկեղեցիներու մեջ բարձր պաշտոն ունին։ Դժբախտաբար գարկ մոհովիվներ ինքզինքնին թակավոր հրճակած են ու դժվարությունը ունին կորձակցելու քույր եկեղեցիներու հետ։ Մինչև իսկ իրենց հովված եկեղեցվո մեջ գտնվող դաղանթավոր հավատացյալներու հետ, որոնք օժտված են որոշ բարգևներով ու գաբրին երրորդությունը փարավերելու դրամատրությամբ հնազանդ են Աստուծո խոսքին, գուզեն Տերոջը ծառայել եւ բդղատու կյանքեր ապրիլ, մինչեւ իսկ այդպեսիներուն հետ կորձակցելու դժվարություն ունին։ Թագավորը երբեք չունի այն ըմբռնումը, որ ինք կորձագիցներու գարիքը ունի, այլ հնազանդ
ու հավատարիմ ծառաներու։ Այդպեսիներուն երբ որ գծարայես ըսածնի գնես քեզմե լավը չգա։ Ընդհանրապես այսպեսիները փնավորությամբ բռնակալներ են, ճիշտ այն քաղաքական ու զինվորական առաջնորդներուն նման, որոնց համար պատմությունը արձանագրած է։ Ասոնք հոժար չեն փոխվելու, այլ կաշխատին ուրիշները փոխել, սակայն ոչ իրենց անձերուն վրա աշխատելով փոխվել եւ ըլլալ հեզ ու թիմացինին լսող ու լսածին վրա խորհող։ Այսպեսի բռնակալ եկեղեցական առաջնորդներու ցերքեն ազատիլը համազոր է փանդարգութենե ազատագրվելուն ու գաբանքները արձակվելուն։ Թեսաղոնիկե եկեղեցին հրյաները եւ հույները կազմված էր եւ առաքյալը զասված կներկայացնե որպես հայր, հոս որ գարտացինք առաջին համարի մեջ։ Հրյայի համար դժվար էր ընդունել եւ մարսել, թե Աստված հեթանոսին ալ հայրը գրնարըլալ։ Ավետարանի բարի լուրի մեջ այս ճշմարտությունն ալ գբարնագե, որ երբ հեթանոսը Քրիստոսը գնդունի որպես փրկիչ եւ դեր իր մեղքերը խոստովանելով, անոր մեռած հոգին վերստին ծնունդ ունենալով Քրիստոսի մարմինին եկեղեցին կմիանա, ուստի Աստուծո ընտանիքին մեկ անդամը կդառնա։ Այս ճշմարտությունը հաստատող մի քանի համարներ գարտամ։ Տեսնենք Աստծո խոսքը ինչ կսե այս ուղղությամբ։ Առաջին Կորինթացիս 13-րդ գլուխին 10-րդ համար այսպես կսե. Վասնզի մենք ամենս մեկ հոգիով մեկ մարմին ըլլալու մգրդվեցանք, թե հրյաներ, թե հեթանոսներ, թե ծառաներ, թե ազատներ եւ ամենս ալ մեկ հոգի է խմեցինք։ Ինչ փառավոր ճշմարտություն է այս։ Առաքյալը գսե մենք ամենս մենք ըսելով ներառյալ Պողոս առաքյալ մենք ամենս մեկ հոգիով մեկ մարմին ըլլալու մգրդվեցանք։ Քրիստոսի մարմինն է, եկեղեցին է, Աստուծո ընտանիքն է, թե հրյաներ, թե հեթանոսներ, թե ծառաներ, այնադեն ծախու գարնեին, հարուսներ, ծառաներ, ծախու գարնեին, որոնք հրաբարակներու վրա գտրվեին որպես ծառաներ, քերիներ եւ անոնք գարնվեին եւ գծարայեին իրենց դերերուն։ Եվ Օսարակյալ գսե, որ բոլորս ալ Քրիստոսի մարմինին մեջ սուզվեցանք, մգրդվեցանք, այդ կնշանակե հրյաներ, հեթանոսներ, ծառաներ եւ թե ազատներ։ Ամենս ալ մեկ հոգի է խմեցինք։ Իրապես հավատացյալներ Քրիստոսի մեջ փառավոր թիրք ունին։ Քաղաքացիոց 3-րդ գլուխի մեջ ալ 26-րդ համարին մեջ այսպես կսե. Քաղաքացիս 3:26 Ուրեմն վասնզի ամենադալ Աստուծո որդիներ եք Քրիստոս Հիսուսի վրա եղած հավատքովը։ Կտեսնեք, քանզի դուք ամենդ որ Քրիստոսով մգրդվեցաք, այսինքն Քրիստոսի մեջ սուզվեցաք, Քրիստոսը ծեր վրա արած եք։ Հիանալի ճշմարտություն է, որ հավատացյալներ Քրիստոսի մարմինին մեկ անդամն են։ Իսկ Եփեսացոց 2-րդ գլուխին 19-րդ համարի մեջ առաքյալը գսե. ուրեմն ալասկեդև դուք օդար ու բանտուղ չեք, հաբա սուրբերուն քաղաքագիցները եւ Աստուծո ընտանիքը փառք կուտանք այս փառավոր թիրքին համար։ Իրապես Աստծո խոսքին ճշմարտությունները երբ կլսենք, մեր հոգիները գհրջվին,
Թեսաղոնիկեի հավատացյալները որքան ուրախացան, երբ այս նամակը գարտացին, որ հասկացան, որ հեթանոսնալ, հրյանալ Քրիստոսի մեջ երբ կգենան, գսուզվին, գմգրդվին անոր մարմինին, հեթանոսնալ հրյային պես ապահայր գրնա գոչել իր ասվածը, իր ստեղծիչը։ Հայրը ասված գրնա հեթանոսին ալ հայրը դառնալ։ Փառք ունենք, որ Տեր Հիսուսով մեր ստեղծիչը, ամենակարողը, ամենակեդը մեր երկնավոր հայրը եղավ։ Տերը դա որ Քրիստոսի եկեղեցի մեջ, ինչպես որոս կարտացինք, Բողոս եւ Սիղվանոս ու Դիմոթեոս Թեսաղոնիկեցված եկեղեցի հայր Աստուծով ու Տեր Հիսուս Քրիստոսով մենք հիշենք, որ բոլորս ալ եղբայրներ քույրեր ենք եւ քոր ձագիցներ, եթե ունգընտիրներուս մեջ եկեղեցվո ծառայություններու մեջ բարձր պաշտոն ունին ըլլա երեցներ, ըլլա հովիվներ, պետք է գիտնան, թե իրենք թագավորներ չեն, այլ քոր ձագիցներ են։ Սորվինք Բողոս Արաքյալեն, որ ան Սիղվանոսին եւ Դիմոթեոսին հոգևոր հայրը ըլլալով նամակը գսկսի իր անունը նույնացնելով այս երկու եղբայրներուն հետ։ Տերը դա որ այս ճշմարտությունները մեր սրտերու մեջ դեղ գտնե, եթե ասված շնորհքն է, պիտի շարունակենք երկրորդ համարեն։ Կարևոր է սիրելներ, որ այս աստվածային ճշմարտությունները մեր սրտերու մեջ դեղ գտնեն։ Եթե դեղ չգտնեն, իմաստ չունի, ժամանակի գորուստ է, այնպես որ երբ Աստծո խոսքը կգարտանք, դամ մեջ առանցին կամ գլսենք մեգումը միջոցով, հեզ սիրտով լսենք եւ գարտանք, որովհետեւ Աստծո խոսքը խոնար սիրտերու մեջ գծանվի որպես հունդ, դեղ գտնե եւ բդուղ գուտա։ Թող Աստծո շնորհքը ձեր բոլորին հետ ըլլակ անով ուրախ, խաղաղ, մինչ եկող ուրբաթ գահանտվինք, կդես գխոսինք, կշարունակենք մեր նյութը։ Իր փառքին համար ամեն։